շատ սիրելի հետևորդներ, բարեկամներ, դուք գտնվում եք Իրասվոտ Շանել ալիքում, ես այսօր ձեր համար հատուկ կպատրաստեմ ոսկեբանալի տորտը, մի քիչ հիվանդ ձայնս կտրված վիճակում է, բայց հույսով եմ, որ ձեզ լավ է հասնում։ Այսօր պատրաստելու ենք շատ համեղ տորտ, ամենահամեղ տորտերից մեկը ոսկեբանալի։ Իմ ալիքում ես արդեն ունեմ մեկ այլ բաղադրատոմս, սա էլ մի քիչ տարբերվող է։ Այնպես որ գնացինք արդեն բաղադրիչները ես պատրաստել եմ, սիրելիներս օգտագործելու ենք 7 ձու, օգտագործելու ենք մի քիչ աղ և 1 բաժակ շաքարավազ, այստեղ պարունակում է 150 գրամ շաքարավազ։ Հիմա մի լավ պետք է հարենք։ Ձուն և շաքարավազը բավականին արդեն հարված վիճակում են, ավելացնում ենք 2 ճաշի գթալ մեղր։ Սիրելիներս, եթե մեղր չունեք, ինձ հիմա կհարցնեն հաստատ, եթե մեղր չկա, կարելի է օգտագործել այլ ուրիշ բաներ, ինչով կարելի է փոխարինել, երևի խտացած կաթով, բայց խորհուրդ եմ տալիս մեղրով պատրաստեք, որպեսզի խմորեղենը հարկ ստացվի։ Սա հիմա նույնպես լավ կհարենք։ Վերջ սիրելիներս, հիմա 1 թեյի գթալ սոդա հարում ենք, մաղովանց ենք կացնում, վանիլին ունենք, շաքարային վանիլին է, և ունենք 180 գրամ ալյուր։ Սիրելիներս, ալյուրի չափը չչարաշահեք, ճիշտ է, տարբեր երկրներում տարբեր ձև են ալյուրները, տարբեր խտություն, տարբեր որակ, բայց ամեն դեպքում հիմա դուք կտեսնեք, թե ինչպիսի ցանծրություն է ունենալու մեր խմորը, այսինքն դուք կկողմնորոշվեք։ Ալյուրը վերջացրեցինք և ավելացնում ենք 3 ճաշի գթալ դառը կակաո, դա էլ ենք մաղի միջոցով անցկացնում։ Այ հիմա արդեն հենց նորից հարիչով սկսում ենք հարել։ Սկզբից իհարկե կամաց, արագությամբ, հզորությամբ, հետո արդեն կարող եք մի քիչ ուժեղացնել։ Հիմա խմորի ջրիկությունը ես ձեզ ցույց կտամ, տեսեք, բավականին ջրիկ է, հանկարծ չենք չարաշահում ալյուրը, որպեսզի այսպես մնա խմորը։ Այ հիմա արդեն ավելացնում ենք ընկույզ, սիրելիներս, ընդամենը օգտագործեցի 100 գրամ ընկույզ, որովհետև փորձը ցույց է տվել, որ ընկույզի չափը երբ որ մի քիչ շատ ենք լցնում, բարձրանալու վրա ազդում է, այսինքն ընկույզը ծանրացնում է խմորը և այդքան էլ լավ չի բարձրանում։ Ավելի շատ կօգտագործենք զարդարելուց ընկույզը, եթե շատ եք սիրում իհարկե։ Այ հիմա ես արդեն ջեռոցը միացրել եմ, 180 աստիճանում ենք թխելու, եթե օդափոխիչով է, հանգիստ միացեք նաև օդափոխիչը։ Հիմա կտեղափոխենք արդեն թավայի մեջ։ Հիմա խմորը աչքաչափով, եթե ցանկանում եք կարող եք նաև կշռել։ 2 մասի ենք բաժանում, որովհետև 2 անգամից ենք թխելու։ Սիրելիներս, թավայի չափը 28 սանտիմետրը 35 սանտիմետրի վրա է։ Ուշադիր լսեք, որ հետո չասեք թավայի չափերը չգիտեի։ Այնպես որ, եթե ցանկանում եք, կարող եք ավելի մեծ թավայի մեջ պատրաստել, հետո կիսել։ Իսկ մենք այսպես 2 մասից ենք թխելու և շատ համեղ տորտ է ստացվելու։ Հիմա տարածում եմ և ուղարկում եմ ջեռոց։ Մոտավորապես 20 րոպե, 15-ից 20 րոպե, շատ արագ է պատրաստվում, զգույշ ենք լինում, որպեսզի չվառենք։ Կհանդիպենք, երբ արդեն պատրաստ լինի։ Մինչ պատրաստ են լինում մեր շերտերը, մեկը արդեն բարձրացել է, շուտով պատրաստ կլինի։ 200 գրամ կարագի վրա ավելացնում ենք վանիլինը, իմ մոտ շաքարային վանիլին է, մի քիչ կհարենք, կփափկացնենք, աշխատեք, որպեսզի սենյակային ջերմաստիճանի լինի, որպեսզի հեշտ աշխատեք և 1 խորհուրդ։ Ինչ շատերը ասում են սովորական կարագով և խտացած կաթով, կրեմը շատ շուտ բզորվում է, հետո շատ դժվար եք կենդանացնում, իմի բերում։ Ինչից է դա, ընդամենը կամ բաղադրիչների չափը
հավասարակշռությունը սխալ եք վերցնում գրամները, կամ էլ տաք ու սառը վիճակում է, պետք է երկու բաղադրիչներ ունենան սենյակային ջերմաստիճան կամ երկուսն էլ սառը, բայց խորհուրդ եմ տալիս սենյակային ջերմաստիճանը, որպեսզի հեշտ ստացվի կարագը, որպեսզի սառը չլինի։ Հիմա իմ մոտ 200 գրամ կարագ է եւ 1 տուփ եփած խտացած կաթ, մոտավորապես 370-ից 380 գրամ է լինում։ Հիմա կարագը կհարենք, լավ կփափկացնենք, որպեսզի լավ գեղեցիկ փափկի, վանիլինի հետ ենք անում եւ քիչ-քիչ կավելացնենք խտացած կաթը։ Վերջ, կրեմը պատրաստ է, ձիգ, գեղեցիկ, իհարկե խտացած կաթով կրեմները միշտ էլ ձիգ են ստացվում ու շատ համեղ են լինում։ Այդպես եք, ինչպիսի կրեմ ստացանք։ Նույնիսկ կարագը դեռ կետ-կետ երևում է, ոչինչ, հիմա ձեռով կհարեմ, որովհետև իմ հարիչը շատ հզոր է, թեկուզ ձեռքի հարիչը հզոր է ու վախենում եմ պատերին եզրերին, որ կպնում է, հարիչս փչանում է։ Վերջ, տեսեք ինչ լավ կրեմ ենք ստացել։ Հիմա կողք ենք դնում, չեմ դնում սառնարանում, որովհետև սերուցքով չի, անհրաժեշտություն չկա, որպեսզի մնա սենյակային ջերմաստիճանի։ Շերտերը պատրաստ կլինեն ու կհանդիպենք։ Սիրելիներս մեկը արդեն դարել է, ուշությամբ թուղթը հանեք, այնքան նուրբ է, այնքան հապուկ է ստացվել, որ իրականում վախենում եմ նույնիսկ որ չկտրվի։ Սիրելիներս, մեր բիսկվիտները արդեն ստացվել են, արդեն սառը վիճակում են։ Հիմա կրեմը կրկին աչքաչափով, տեսեք իմ աչքաչափ այդքան էլ լավ չէ, մի բիսկվիտը ավելի շատ է խմորը, քան մյուսը։ Իհարկե որ ավելի բարձր է, ներքևի հատվածում ենք դնում, ներքևում ենք տեղադրում։ Հիմա կրեմը բաժանում ենք երկու մասի եւ քսում ենք։ Ուղղակի շերտերը այնքան փափուկ են, ու կրեմը նույնիսկ քսելուց պետք է զգուշ քսենք, որպեսզի շերտերը չվնասեն։ Եվ երկրորդ շերտը ես սովորության համաձայն միշտ հակառակ ուղղությամբ եմ դնում, որպեսզի ավելի գեղեցիկ ստացվի եւ ավելի հարթ ստացվի։ Նորից քսում ենք կրեմը եւ տարածում ենք։ Վերջ եւ վերջում, ինչպես խոստացել էինք, զարդարում ենք ջարդված ընկույզով, որքան ցանկանում եք, իմ մոտ մոտավորապես 100-ից 120 գրամ կա։ Դες այդքան էլ կարևոր չի, չէ՞, ով ինչքան ցանկանում է կարող է լցնել, շատ քիչ կարևոր չի։ Իհարկե որքան շատ, այնքան համեղ է ստացվելու, բնականաբար հիշեք, դա էլ է շատ կարևոր։ Եվ մի փոքրիկ է կակաո ենք շաղ տալիս, պարզապես ձևի համար է, ճիշտ է շատ գեղեցիկ համել է հաղորդում, հետաքրքիր է ստացվում, բայց ավելի շատ ձևն է։ Վերջ սիրելիներս, մեր շատ համեղ տորթը պատրաստ է, թողնում ենք կամ սառնարանում, կամ որևէ սառը տեղ, ինչպես ցանկանում եք, գոնե 1 ժամ, 2 ժամ պահում եք, հետո կտրում եք։
հապուկ, գեղեցիկ, համեղ, գեղեցիկ տորտ ստացանք։ Դե ինչ, հուսով եմ, որ հավանեցիք, հուսով եմ, որ կպատրաստեք, նկարները կուղարկեք, ես էլ դե նկարները կտեսնեմ, հավանությունս կտամ, և միասին սուրճ կվայելենք, սիրելիներս, թեկուզ օնլայն հարթակում, բայց ամեն դեպքում դուք բոլոր դարձել եք իմ ընկերուհիները, քույրերը, մորքուրները, ինչպես ասենք, տատիկները և այլն։ Սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտեցիք, լայքերը, մեկնաբանությունները չեք մոռանում, որովհետև շատ կարևոր է Ալեքի համար։ Ես հիմա կփորձեմ, ճիշտ արդեն փորձել եմ, կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք։